Աշխատանքիս վայրում հերթապահ եմ, որոշեցի մի փոքրիկ պիես կարդալ ու ընդհանրապես բոլոր այն հայերին, ովքեր որ փորձում են ձգտել ներքին ազատության կամ հանդարտություն են փնտրում, խորհուրդ եմ տալիս կարդալ Լևոն Շանթիի Հին Աստվածները։ Ես հիմա կխոսեմ Հին Աստվածների մասին շատ կարճ, բայց ինչի մասին որ կխոսեմ, բնավ Աստվածների մասին չի լինի, այլ կլինի այն ժամանակվա մի նախանձելի բարոյականության մասին, որը որ ունեին այդ ժամանակահատվածի քրիստոնյաները։ Այսինքն, եթե մենք հիմա համեմատական տանենք Հին Աստվածների քրիստոնյաների միջև ու ներկայիս քրիստոնյաների միջև կամ վանականների, վանահայրերի միջև, բնականաբար տարբերությունը ահռելի է։ Այնտեղ ուղղակի բարոյականությունը առավել քան էր։ Ուրեմն պատկերացրեք ինչ է կատարվում երիտասարդ աբեղայի հոգում, երբ նա ճարահատյալ ստիպված է լինում փրկել ծովը ընկած իշխանի աղջկան։ Իսկ այն ժամանակ աղջկան դիպչելը ինչ-որ մեծագույն մեղք էր համարվում, ու երբ որ այդ աղջկան ջրից դուրս է հանում աբեղան, վանականները տենում են դա, վանահայրերը տենում են դա ու շատ են զայրանում աբեղայի վրա, որովհետև աբեղան իհարկե այն աբեղան էր, ով ուխտ էր արել Աստծո առաջ, հավերժ ծառայել նրան եւ հավերժ լինել այդ Սուրբ Տաճարի, կոնկրետ Սևանի մոտակայքի մասին է խոսքը, Սուրբ Տաճարի հավերժ հետևորդը եւ ծառան։ Իսկ եթե դու ձգտում ես ազատության կամ նման բաներ ես անում, դու արդեն դառնում ես թշնամի այդ վանականներին կամ վանահայրերին։ Բայց բնավ չէր մտածում աբեղան եւ այդ հագուստով էլ մտավ ծովը եւ հանեց Սեդային ջրից։ Եվ երբ որ իշխանը եկավ Սուրբ Տաճարի արդեն տարածք եւ աբեղային լիքը բան խոստացավ, ընդհուպ միջև իր աղջկա ձեռքը, այնտեղ արդեն վանահայրը շատ խիստ արձագանք տվեց, այսինքն ստեղից երևում է, թե ինչ խիստ է եղել այն ժամանակ կանոնները ընդհանրապես բարոյականության եւ անգամ աղջկան դիպչելը, աղջկան գրկած ջրից դուրս հանելը մեծագույն մեղք էր համարվում։ Ու սա էլ ինձ թվում է մեծ բարոյականություն է։ Ուրեմն կարդում ես, հասնում ես մի վայրի, արդեն երբ որ տաճարը որ կառուցվում էր, իշխանուհու հրամանով էր կառուցվում այդ տաճարը եւ տաճարը կառուցում էր վանահայրը, իշխանուհու եւ վանահոր խոսակցության միջև, ուրեմն իշխանուհին իրեն հիշեցնում է 25 տարվա առաջվա ծիրային հարաբերությունները, իսկ վանահայրը եւս դրան կոշտ է արձագանքում, ասելով, որ այն ժամանակվա Հովանեսը արդեն մեռած է, իսկ ես հիմա արդեն վանական եմ։ Եվ պատկերացրեք վանահոր արձագանքը, երբ իշխանուհին իրեն դիմեց անունով։ Սա էլ է արդեն խոսում մեծ բարոյականության մասին, թե ուրեմն ինչքան լուրջ են եղել այն ժամանակվա կարգերը ու ինչքան կարգապահ են եղել այն ժամանակ ընդհանրապես։ Բայց այստեղ նաև կա ինչ-որ միամտություն գյուղացիների միջև կամ թեկուզ եւ վանականների միջև, որովհետեւ նրանց անընդհատ այցելում են ինչ-որ երազներ, տեսիլքներ եւ նրանք այդ ամենը կապում են սատանայի հետ ու համարում են դրանք չար դևեր կամ ինչ-որ վաղ տեսիլքներ, որովհետեւ մի վանահորը ինչ-որ խմիչքներ, ուտելիքներ են գալիս, որոնք որ իրենց չի կարելի այդ ժամանակ օգտագործել, մի վանականի ուրեմն ինչ-որ կնոջ կերպարանք էր եկել նստել իր անկողնում եւ դա պատկերացրեք այն ժամանակ անբարոյականություն էր համարվում։ Ուրեմն բնականաբար աբեղային այդ օրվանից հետո ոչ ոք չսիրեց, անգամ բոլորը սկսեցին վատ խոսքերով նախատել, բայց աբեղան միևնույն է ձգտում էր ազատության եւ զգում էր, որ ազատությունը հենց այդ Սեդան է։
Եվ պատկերացրեք, որ հենց այդ օգնության պահին ինքը արդեն իսկ սիրահարվել էր Սեդային, իսկ այն ժամանակ դա իհարկե աբեղային եւ մնացած եկեղեցականներին արգելված էր կամ սիրահարվելը, կամ սիրելը, կամ ընդհանրապես կնոջ դիպչելը։ Բայց աբեղան անտեսես դա համարելով, որ նա պետք է ձգտի ազատության, եւ նա ի վերջո ձգտում է ազատության իրեն ծովը գցելով, որովհետև նա անդադ համարում էր ամեն ինչի պատճառը ծովը եւ նա ասում էր, որ կվերադառնա ծով, կվերադառնա Սեդայի գիրկը ու իհարկե այդ ամեն ինչը պատրանք էր։ Այսքան հին աստվածների մասին ես ուզում եմ ասել, որ չգիտեմ, ես ուղղակի անկեղծ զարմացած եմ, թե մարդ ինչ գերբնական ուժի տեր մարդ պետքա լինի, որ կարողանա այսքան հրաշալի պիես ստեղծի։ Երևի անգամ Լևոն Շանթի մտքով չէր անցնի, որ սենց փոքրիկ պատմություն գրելով ժամանակին ինչ-որ մի աթեիստ խոսի իր պիեսի մասին այսքան հրճվանքով, այսքան զարմացած։ Իրոք ես համարում եմ սա հայկական գրականության ամենալավ պիեսներից մեկը, անգամ սա պիես չեմ համարում, սա մի ամբողջ վեպ եմ համարում, որովհետև այնքան գեղեցիկ է գրած այստեղ բառերը, այնքան սիրունն է շարադրած բառերը այստեղ, որ ուղղակի զարմանում ես, թե լուրջ ոնց է մարդ այսքանը կարողանում շարադրել, այսքան գեղեցիկ գրել։ Այսքանը երևի հին աստվածների մասին, ինձ անկեղծ եմ ասում, շատ դուր եկավ, ովքեր որ կարդացել են հին աստվածները, վստահ եմ ինձ հետ համակարծիք են, որ հրաշալի գործողությունն է գործա։ Այսքանը, հաջողություն։